Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 11-ի համար, օրը կիրակի է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Հնարավոր է երկուշաբթի օրվանից նաեւ լինեն նոր քարտերը, կարող է նաեւ կանգնացնեմ նայեմ թե ինչ է նշանակում, հա, բայց կօգտագործեմ նաեւ նոր քարտերը։ Այնպես որ այնտեղ մեկ այլ հարցերի պատասխաններ են, կարծես թե։ Այսքանը եւ կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 11-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք եւ երիտասարդ տղային եւ այստեղ կարող է ընտանիքն է ձեր եղբորը, ձեր հայրիկին կարող տեսնում ձեր ընտանիքն է, ընտանիքի անդամները։ Կարող է գնում եք ձեր ծնողի տուն եւ իրենք այնտեղ են, հա, ձեր եղբայրն էլ է, եթե ամուսնացած է գալիս է այնտեղ, այսպես տեսնում եք։ Եթե ոչ, հա, ոմանց համար այստեղ տեսնենք ով է այստեղ մարդում, հետ կարող եք հանդիպել, խոսել, հեռու է ապրում։ Հեռու է նա ձեզանից գտնվում, իրեն կարող եք հանդիպել, տեսնել, խոսել։ Հա, կամ Skype-ով խոսել կամ մեկ այլ ձև։ Ում կարող է այդ տղամարդը ձեր ցանկություններն է կատարում։ Նույն ինչ որ դուք ուզում եք։ Իսկ տեսնենք երիտասարդ տղանով է։ Մի փոքր դժվար է իր կյանքը, գուցե խոսում եք այդ մասին, քննարկում եք այդ թեման, կամ օգնության կարիք ունի օգնում եք, կամ ճակատագրով հանդիպում է սա, կամ կարմայով կամ ճակատագրով որպես երկրորդ կես։ Եվ այդ օրը նաև ընտանիքի անդամների հետ կարող եք լինել, ընտանիքի հետ կապված ոչ հարցեր կան, ինչ եմ գուցում։ Ընտանիքի հետ կապված ոչ հարցեր կան, միգուցե կարևոր օր է այդ օրը ձեզ համար ընտանիքում, միգուցե տեղափոխվում եք, նոր տուն եք մաքրում եւ այլն, ինչ որ գործեր կարող եք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են։ Ժամերը շաբաթ կիրակի միգուցե չլինեն, մի փոքր պետք է առաջ տակ նայելու համար։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 11-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, հնարավոր է առիթ եք գնում, հնարավոր է ձեր առիթն է, գումար այստեղ կստանաք, եթե ոչ, ապա ոնց որ գումար եք տալու այդ առիթին, նվեր որպես կարող այդպես տակ։ Եվ սա կարող է հասարակական վայր եք գնում, խաղասրահ, մեկ այլ տեղ եւ այնտեղ կարող եք գումար ծախսել, գումար օգտագործել։ Գումարի մասին խոսել, օրինակ կարող է սկսում եք առևտուր անել, ապրանք գնել, վաճառել եւ արժեքի մասին եք խոսում, արժեքի մասին, այնտեղ ձեզ են հարցնում, դուք եք հարցնում, այսպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 1-ին, հունվարի 11-ին։ Նոյեմբերը պրծանք իմ այլ, այսպես նայում եմ 1-ը գրած։ Հետո խոչընդոտներ կան, հնարավոր է աշխատանքի հետ է կապված, հնարավոր է նաև պատվերը ուղարկելու, հնարավոր է նաև եթե գնում եք ռեստորան, հա, ինչ որ այդ ճանապարհը կարող է լինել խոչընդոտներով, որ դժվարությամբ հասնեք, հետո կկարողանաք հասնել։ Ձեզ շատ աշխատանք ունեք եւ այդ աշխատանքի հետ կապված ինչ որ մի բան է, հա, ոնց որ չեք կարողանում անել, որտեղ ինչ որ մի բան պակասում է։ Նաեւ ոմանք այդ օրը շատ է, աշխատանքը շատ է, կարող եք նաեւ գնալ ռեստորան, եթե աշխատանքի հետ դա կապված չի, նաեւ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն, որը բաց է։ Եվ այդ օրը խորամանկ մարդիկ շատ կան, ուշադիր եղեք գումարին, որը որ ծախսում եք, ուշադիր եղեք աշխատանքի վայրում, եթե աշխատում եք այդ օրը, կարող է խաբեություն է նաև, կարող աշխատանքի մեջ կարող է լինել խաբեություն, ձեզ խոստանան ինչ որ մի բան, բայց չանեն, չտան, եւ դա համար մի փոքր ուշադիր եղեք այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, կամ դուք պետք է լինեք մի փոքր խորամանկ, որ պատվերներ գրանցեք, պատվերներ ունենաք, այդպես։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 11-ին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 11-ին։ Ցույց է տալիս, որ նապաստակները, որոնք դուք ունենաք, իրենք կատարելու են։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, հնարավոր է առիթ եք գնում, հնարավոր է նաև ձեր առիթն է, գումար ծախսել, գումար օգտագործել։
Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 11-ին։ Կարող եք վիճել այդ օրը, կարող եք տուն մաքրել, եթե վիճեք խոչընդոտներ կարող լինել ձեզ մոտ, միգուցե վիճում եք, խոչընդոտներ եք ստեղծում ձեզ համար, այստեղ պետական աշխատողի հետ կամ պետավտոտեսուչի հետ, հա, եթե այդ օրը գնալու եք նման տեղեր, ապա այնպես արեք, որ կամ չհանդիպեք կամ այդ խնդիրներ։ Տեսնենք այս ինչ վեճ է, ինչ խնդիր է։ Գուցե երեխաների հետ է կապված, միգուցե ձեր բիզնեսին է դա վերաբերվում, միգուցե ինչ-որ նոր կյանք է, նոր ինչ-որ նիստուկաց է եւ դեռևս ոնց որ իրար չեք կարողանում հասկանալ կամ ընտանիքում չեք կարողանում դե ինչ-որ դրվածքներ կան, որ մարդը դեռևս չի ընդունում։ Այստեղ կողը երեխաներն են այստեղ խոչընդոտներ են ստեղծում։ Սա նաև տուն կարող եք մաքրել եւ հա երեխաները հենց էլի խոչընդոտներ ստեղծեն, վազվզեն, գան, նորից թափրտեն, էլի նորից ամեն դեպս դու ուժը կունենաք, որ նորից անեք այդ գործը, նորից էլի մաքրեք, հավաքեք իրենց հետևից։ Եվ նաև դա իհարկե արդեն նշեցի, պետավտոտեսուչը կարող է լինել, պետական ոչի աշխատող, վիճել, բայց դա ձեզ համար խոչընդոտներ է ստեղծելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Տեսնենք ինչ է սպասվում վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 11-ին։ Միգուցե երեխաներն են գալիս, թոռներն են գալիս, հղիությունը, ծննդաբերությունը, երեխաների հետ կապված ոչ հարցեր են այստեղ ստիպում եք դասերն անեն կամ օգնում եք իրենց դասեր անելու հետ կապված։ Դա նոր բիզնես է, նոր աշխատանք է, նոր կյանք է, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է։ Դա նաև կարող է պաշտոն է ձեզ համար, կարող պաշտոն եք ստանում։ Նաև սա նոր կյանքի իմաստ է, կարող հղիանում եք եւ նոր կյանքում, նա ձեր կյանքում նոր իմաստ է ստանում կամ նոր պաշտոն է կամ իմաստուն կերպով պետք է վերաբերվեք ինչ-որ մի բանի։ Դա կարող է գաղտնիք բացահայտվել նաև, կարող է դրանում են ասում, որ մի քիչ ավելի ուրիշ ձև ընկալեք, ուրիշ ձև նայեք, այնինչ որ այդ օրը կբացահայտվի ձեզ համար։ Եվ ոմանք կսովորեն այդ օրը, ինչ-որ կարող ինտերնետից եք բաներ նայում սովորում, ոմանք էլ մեկ այլ ինչ-որ հարցեր են, որոնք որ կարող եք դիմել սովորել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 11-ին։ Փոփոխություններ են մտնում ձեր կյանք, ոմանց մոտ տեղափոխություն է, ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, տեսնենք ինչ փոփոխություն է։ Փոփոխությունը մի փոքր կարող է վիճում եք, դրանում է փոփոխությունը։ Կարող է տուն եք մաքրում, ինչ-որ բաներ եք անում դեննետում, դա եւ եւս։ Ովքեր հղի են, ծննդաբերում են, փորձեք չվիճել, նաեւ ովքեր կարող է տեղափոխության հետ է կապված, մեկը մյուսին համաձայն չի, որ տեղափոխվեն, եւ դրա համար կարող եք նաեւ վիճել։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան եւ եթե ցանկություն ունեք այդ օրը պահեք այդ ցանկությունը, նա անպայման կիրականանա։ Դե օձեր կան, դա բամբասանք է, խոսակցություն է, նաեւ դա իմաստություն է, նաեւ գայթակղություն է, կարող գայթակղվել ինչ-որ բանի հետ կապված, նաեւ սա իմաստություն է, որը հավելյալ է, ավելի շատ կլինի այդ օրը եւ դե օձեր են, օձային վերաբերմունք, գուցե այդտեղ ձեր ցանկությունները կատարվում են, անմիջապես նախանձում են, կամ ձեր տարիքի որևիցե մեկն է, այդ օրը ում հետ կարող եք հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 11-ին։ Երեխաների հետ կարող եք անցկացնել, թոռները կարող են գալ, հղիություն, ծննդաբերություն, նոր կյանք, նոր հնարավորություններ, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է սա ձեր համար։ Նաև այդ օրը
բավականին ոգևորված կլինեք, ինչ որ գործեր կանեք, կավարտեք, հյուրեր կընդունեք, ձեր երեխաները, թոռներն են գալիս հյուր, նաև դա նոր ծանոթություն է, որ կարող են դրսում ցանկանալ ձեզ հետ ծանոթանալ եւ ինչ որ ճանապարհ կարող գնալ երկար, այստեղ սա եւս դա է ասում, որ կարող ճանապարհ գնալ Նաև դա ձեր գործերը, այդ օրը այն գործերը, որոնք մնացել են, այդ գործերը առաջ կմաղեք, կանեք, այդպես կզբաղվեք ձեր գործերով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխար է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 11-ին։ Նոր սեր, նոր հնարավորություններ, նոր հանդիպում, սիրո խոստովանություն, ընտանիքում սեր, նաև գայթակղություն այստեղ, նաև սիրո խոստովանություն դուք կարող եք անել սիրո խոստովանություն, ձեր հարազատների շրջապատում լինեք, դա լավ զգաք իրենց մեջ։ Նաև օձերը դա նշանակում է կամ հենց օձ, կամ բնավորությամբ օձ, կամ տարով ծնված օձ, կամ նաև դա իմաստություն է, որ այդ օրը ինչ-որ մի բանը պետք է իմաստուն կերպով անեք, ավարտեք, ինչ-որ մի բանին ուրիշ ձև նայեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք այդ օրը ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 11-ին։ Այդ օրը կարող եք այցելել գեղեցկության սրահ, այցելել նաև որևէ բժշկական կենտրոն, նաև ծնողներին կարող եք այցելել, ծնողների հետ անցկացնեք օրը, ինչ-որ մի բան է դանդաղ է բարձրանում։ Նաև հաջողություն ունեք այդ օրը, մեկ ակնթարթ, ինչ-որ հաջողություն է ձեզ մոտ, ինչ-որ մի բան այդ օրը կանեք, հաջողություն կունենաք։ Նաև այդ օրը կարող եք շփվել, խոսել, հանդիպել որևէ կնոջ, տեսնենք ով է այդ կինը։ Կարող է ուսման հետ է կապված, սովորեցրել է ժամանակին նա ձեզ։ Նաև նա կարող է գաղտնիք է, կամ իր հետ է կապված այդ գաղտնիքը բացահայտվում է, կամ նաև ինքն է ինչ-որ մեկի հետ կապված ձեզ գաղտնիք ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 11-ին։ Բավականին շատ աշխատանք կունենաք այդ օրը, նավոր է նաև պաշտոնի բարձրացում է, կարիերայի առաջ խաղացում է, խոսքով զբաղվել եք ձեր գործերով։ Նաև սա կարող եք ռեստորան այցելել, կարող եք նաև բժշկական կենտրոն գնալ, թատրոն, կինո, այնտեղ որտեղ որ փակ է եւ տոմս է պետք։ Այդ օրը կարող եք հանդիպել եւ երիտասարդ տղայի եւ խոսել եւ նաև տարիքով մեծ է սա։ Տեսնենք, ով է երիտասարդը, օձ է, թռավ կամ իմաստուն տղա է, քիչ ավելի հասուն է կարող է երևում, կամ հենց օձ է, օձային բնավորություն ունի։ Տեսնենք ով է այս տարիքով տղամարդը։ Ընտանիքի անդամ է, ում հետ կարող եք խոսել, ում հետ կարող եք շփվել, այդպես։ Կամ վարձահարդար կարող է լինել, կամ բժիշկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներ։ Ինչ է սպասվում շներին հունվարի 11-ին։ Գումար կստանաք, կամ գումար կծախսեք, այդ օրը նաև կարող եք այցելել կամ ոչ բժշկական կենտրոն, կամ նաև ոչ բժշկական կենտրոն կամ վարսահարդարման սրահ, կամ կզբաղվեք ձեր առողջությամբ կամ գեղեցկությամբ, սա նաև շփում է ձեր ծնողների հետ, կարող եք գնալ իրենց տուն,
ինչ-որ մի բան է, որը դեռ դանդաղ է բարձրանում, ինչ-որ մի բան դեռ արագությամբ չի ընթանում ձեր գործերից, ձեր այն ինչ-որ դուք անում եք։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, կամ եթե ցանկություն ունեք այդ օրը պահեք, նաև դա ոչ է հեռվում ապրող, ոչ է ինչ-որ մեկի մասին կողեք, տեղեկատվություն իմանալ։ Կամ կողեք գնալ, ասա, ոնց որ հեռուն է, կամ դուք եք գնում կամ այնտեղ ինչ-որ տեղեկություն եք ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 11-ին։ Փոփոխություններ են մտնում ձեր կյանք, նաև հղիություն, ծննդաբերություն, փոփոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, տեսնենք նորմալ փոփոխություններ են։ Այստեղ ձեզ մոտ ֆինանսական փոփոխություններ են տեղի ունենում, գումար աշխատել, գումար, այստեղ չեմ կարող հստակ ասել, փոփոխությունները, սա կամ շատ կծախսեք, դա էլ է փոփոխություն, կամ գումար կստանաք, կամ գումարի հետ կապված է, հա սա, ոնց որ մարդը կամ չի աշխատում, կամ աշխատում է այդպես, փոփոխություններ է տեղ ունենում, մեկ րոպե, հուսով եմ կհասցնեմ, հեռախոսս անջատվում է, նաև այդ օրը կարող եք հանդիպել, շփվել ոչ պետական աշխատողի հետ, նաև սա ուժ է հավելյալ, որ կունենաք, որ ինչ-որ գործեր անեք, նաև դա պետավտոտեսուչ է, ում կարող եք հանդիպել, նաև ինչ-որ մեկն է, որ ձեզ ձեր կմեկնի և ինչ-որ մի հարցում ձեզ կաջակցի կօգնի։ Ձեզ սիրված կզգաք, սիրո խոստովանություն կարող եք անել, սիրո խոստովանություն կարող եք ստանալ նաև, ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ լավ կզգաք, ձեր սիրելիների մոտ կլինեք, ընտանիքից սեր կստանաք, այդպես մի տեսակ ոնց որ շատ է սերը լինելու ձեզ մոտ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, սիրելին է վերադառնում, ժամադրվում եք, այսպես բավականին շատ բաներ կան։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։